Քաղաքային նկարիչները Փարիզի գործարար թղամասում գտնվող 5 հարկանի գրասենյակային շենքը վերածել են փողոցային արվեստի տարածքի, որտեղ ներկայացված են գրաֆիտիից մինչև պատկերասրահային դիմանկարներ։ Փարիզի կենտրոնաբանական այգու արվեստի շոու խորագիրը կրող միջոցառումը ներկայացրել է 500 արվեստագետի աշխատանքներ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Բելգիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից։ Գաղափարի հեղինակը Անտուանն է, որն ասել է, թե հույս ունի ցույց տալ փողոցային արվեստի էվոլյուցիան La Défense թաղամասի սրտում գտնվող 4000 քառակուսի մետր մակերես զբաղեցնող տարածքում։ L'art urbain, on a essayé de le présenter depuis sa naissance, c'est-à-dire... Իրականում ինձ համար սա այլևս շենք չէ, այլ արվեստի հսկա գործ։ Նպատակն է ամեն ինչ հավաքել մեկ վայրում։ Իրականում փողոցային արվեստը դժվար է վերծանել, երբ դու դրանից տեղյակ չես։ Այստեղ գաղափարը նաև այն վերծանելն է, ավելի լավ հասկանալը։ Այս արվեստագետներից շատերը սկսել են իրենց գործունեությունը առանց գումար վաստակելու մտադրության, պարզապես ցանկացել են իրենց անունը տարածել Փարիզի որքան հնարավոր է շատ վայրերում։ Որոշ գրաֆիտի արվեստագետներ դարձել են ժողովրդական մշակույթի մաս, ինչպես օրինակ Banksy-ն, M. Chad-ը եւ J.R.-ը, որոնք իրենց աշխատանքների համար լայն լսարան ունեն։ Երբ Լիբանանում 2019 թվականին բռնկվեց ֆինանսական ճգնաժամը, հարավային Սարաֆանդ քաղաքի բնակիչ Զեյնաբ Խալիֆեն այն բազմաթիվ մարդկանց թվում էր, որոնք ստիպված էին գտնել իրենց ընտանիքներին պահելու նոր եղանակներ։ Աճող տնտեսական ճնշումների առջև կանգնած եւ ամուսնուն օգնելու վճռականությամբ, ապահովելու իրենց երեխաների ապագան եւ վճարելու համալսարանի ուսման վարձը, 4 երեխայի մայրն իր տան մի մասը վերածել է փոքրիկ ռեստորանի, որտեղ մատուցում է ծովամթերք եւ լիբանանյան ավանդական ուտեստներ։ Կինն սկսել է շատ համեստ պայմաններով, շենքի մուտքի մոտ մեկ սեղան է տեղադրել եւ մոտակա ձկան խանութում ձուկ է պատրաստել ու մատուցել հաճախորդներին։ Ընկերները մտածել են Զեյնաբի սեղան անվանումը եւ այն պահպանվել է։ Մենք հետագայում տան ներսում փոքրիկ սրահ կառուցեցինք։ Մենք մեր տունը բաժանեցինք երկու մասի եւ այն ռեստորան դարձրեցինք։ Սկզբում դժվար էր, քանի որ մենք դեռ ապրում էինք նույն տարածքում, բայց երբ մենք բաժանեցինք տունը եւ առանձնացրինք անձնական տարածքը ճաշասենյակից, ամեն ինչ ավելի հեշտացավ։ Զեյնաբի սեղանի հաճախորդները նախընտրում են տնական կերակուրները։ Ի տարբերություն ավանդական ռեստորանների, կարծում են, որ այստեղ ավելի մաքուր է եւ համեղ։ Բացի այդ, սպասարկումն էլ շատ ավելի բարի մթնոլորտում է իրականացվում։ Զեյնաբը խոհարարի որակավորում չունի։ Տարիների ընթացքում զարգացրել է կերակուր պատրաստելու իր հմտությունները։ Հույս ունի տեսնել իր ռեստորանի աճը։ Տնային ռեստորանը կարող է տեղավորել մինչև 40 հյուրի։ Զեյնաբին խոհանոցում օգնում է հարսը, իսկ մի փոքր թիմ էլ աջակցում է մաքրության ապահովման հարցում։ Կոլումբիայում անցկացվել է Gran Tomatina փառատոնը, որի ընթացքում օդում լոլիկներ են սավառնել։ Միջոցառման ժամանակ օգտագործվել են բացառապես անպիտան կամ գերհասուն լոլիկներ։ Մարդիկ դրանք իրար վրա են նետել, ինչի հետևանքով գետնին կարմիր լճակ է գոյացել լոլիկի հյուսից։ Իսպանիայի La Tomatina փառատոնը կրկնելու համար ստեղծված միջոցառումը տեղի է ունեցել Սուտամարչանում, որը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից մոտ 170 կիլոմետր հյուսիս է ընկած։ Այս տարի 15-րդ անգամ է անցկացվում այս միջոցառումը երկարամյա դադարից հետո։ Hoy estamos celebrando un evento muy especial que es la Սա Սուտամարչյանի տնտեսության տոնն է։ Մեր քաղաքը կենտրոնացած է լոլիկի շուրջ։ Մեր բնակիչների 70-80%-ն ապրում է լոլիկի շնորհիվ։ Այս միջոցառմամբ նրանք հարգանքի յուրահատուկ տուրք են մատուցում լոլիկին։ Երրորդյա փառատոնի ժամանակ օգտագործվել է մոտ 45 տոննա լոլիկ։ Միջոցառումը մոտ 20,000 մասնակից է ունեցել։ Կոլումբիայի հյուսիսում գտնվող մի գյուղաքաղաքում գլխավոր փողոցներից մեկը վերածվել է հսկայական սղարանի, հրճվանք պարգևելով թե տեղացիներին, թե այցելուներին։ Մոտ 6000 բնակիչ ունեցող Բուկարասիկան, որը գտնվում է Norte de Santander շրջանում, օրացույցում հստակ օր է նշանակել, երբ բնակիչները հավաքվում են հսկա սղարան տեղադրելու համար, այցելուներ գրավելու եւ աշխարհին տարածաշրջանի ավելի դրական պատկերը փոխանցելու նպատակով։ Բնական պաշարներով հարուստ եւ Վենեսուելային սահմանակից այս տարածքը ռազմավարական նշանակություն ունի ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ ապօրինի հանքարդյունաբերության համար։
Ես ուզում եմ Բուկարասիկան քարտեզի վրա դնել եւ այն հայտնի դարձնել, ոչ թե այն պատճառով, որ այն կարմիր գոտի է, այլ իր մշակույթի, իր մարդկանց, իր գյուղատնտեսության եւ տնտեսության համար, որպեսզի այն ստանա ազգային եւ եթե հնարավոր է համաշխարհային ճանաչում։ Միջոցառումն իրականում հիմնադրվել է անցած տարի, որպես քաղաքապետ Օսկար Պերեսի նախընտրական խոստում բնակիչներին զվարճացնելու համար։ Արդյունքում տեսարժան վայրն այցելելու եկած սոցիալական ցանցերի ազդեցիկ անձանց աջակցությամբ այն հայտնի է դարձել տարածաշրջանի սահմաններից դուրս։ Հոնկոնգում ոգևորված հանդիսատեսը եւ վիշապ նավակների մրցարշավի թիմերն ասես վերակենդանացել են, երբ քաղաքը նշել է վիշապանավերի ամենամյա փառատոնը։ Աբերդինի վիշապ նավակների մրցարշավում 46 թիմ է մրցել, տարբեր կատեգորիաներում ընդհանուր առմամբ 12 գավաթ նվաճելու համար։ Նրանց թվում են եղել դպրոցներից, ընկերություններից, պրոֆեսիոնալ վիշապանավերի թիմերից, նաեւ հասարակական կազմակերպություններից ժամանած թիավարներ։ Վիշապ նավակների մրցարշավը ծագել է Չինաստանի հարավային Գան շրջանում ավելի քան 1000 տարի առաջ։ Ժամանակակից տարբերակն իր արմատները գտել է Հոնկոնգում, Չինաստանի հատուկ վարչական շրջանում, մոտ 40 տարի առաջ։ Փառատոնի ծագումը կապված է սիրված չինացի բանաստեղծ եւ արիստոկրատ Ցյու Յուանի ողբերգական ինքնասպանության հետ, որը որոշել էր իր կյանքն ավարտել խեղդվելով գետում։ Որպեսզի ձկները նրա մարմինը կուլ չտային, տեղացիները բրինձից պատրաստված գնդիկներ են նետել գետը, որպեսզի ձկները դրանք ուտեն։ Բացի այդ, եռանդուն վարել են գետի հոսանքն ի վար։ Տարիներ անց այդ ավանդույթը վերածվել է գոլորշու մեջ եփած բրնձե գնդիկներ ուտելու եւ վիշապ նավակների մրցավազքին մասնակցելու ամենամյա սովորույթի։ Կուբացի տատիկ Աննա Միրտա Սանչեսը չի պատրաստվում թույլ տալ, որ Հավանայում հոսանքի հովարային անջատումները խափանեն իր մոտ 30 տարեց ընկերների հետ պարերի խմբակային պարապմունքները։ Նույնիսկ Կարիբյան ծովի ափամերձ տարածքի շոկ եղանակը չի խանգարում, որ 87-ամյա տատիկը մասնակցի իր սիրելի դասին եւ մեծ բավականություն ստանա։ Պարային ծրագիրը Հավանայի համանուն պարային խմբի տնօրեն Լից Ալֆոնսոյի խոսքով նախատեսված է զվարճալի եւ առողջարար ժամանց ապահովելու տարեցների համար այն երկրում, որը պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ, որի պատճառով շատ ընտանիքներ բախվել են սննդի եւ դեղորայքի պակասի հետ։ Պարը իսկապես իմ սիրելի վարժությունն է, ես այլ վարժություններ էլ եմ անում, բայց սա այն է, ինչ ինձ դուր է գալիս։ Ես 4 երեխա ունեմ, նրանք ուրախ են ինձ այսպիսին տեսնել։ Հիմա ես նրանց տեսանյութեր եմ ուղարկում, երեխաներս ուրախ են տեսնել, որ իրենց մայրիկը դեռ պարում է։ Մենք դառնում ենք ավելի ու ավելի ծերացող երկիր եւ տարեցների համար այլընտրանք չկա, քան պայքարել ակտիվ մնալու համար։ Տեսեք, մենք չենք կարող մերժել մեր ծերությունը, բայց կարող ենք փորձել ապրել մեր ծերության տարիները հնարավոր լավագույն որակի կյանքով։ Երկրի վիճակագրական գործակալության տվյալով Կուբայի բնակչության 1/4-ից ավելին 60 տարեկանից բարձր է, ինչն այն դարձնում է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի ամենատարեց ազգը, ծնելիության կտրուկ անկման եւ վերջերս արագ աճող միգրացիայի հետևանքով։ Մարոթ Արվերդյան, Այլ լուրեր։